Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այսօր Փարիզում վարչապետը կմասնակցի միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Թրամփը հայտարարում է Իրանի դեմ ռազմական գործողությունը շատ շուտով կավարտվի։ Լարվածություն Իրան-Թուրքիա հարաբերություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իրանի կողմից Թուրքիայի տարածքին ուղղված հրթիռային հարվածները, դրանք անվանելով սադրիչ ու սպառնալից երկկողմ հարաբերություններին։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանուշ Պապյանն եմ, այսօր մարտի 10-ը, երեքշաբթի ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևոր իրադարձությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այսօր Փարիզում վարչապետը կմասնակցի միջուկային էներգիայի գագաթնաժողովին եւ հանդես կգա ելույթով։ Հիշեցնենք, որ 24 թվականին առաջին գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի ունեցել Բրյուսելում, Փաշինյանը հանդես էր եկել ծավալուն ելույթով։ Նա մասնավորապես նշել էր, որ Հայաստանը որպես միջուկային էներգիայի արտադրության ապավինող պետություն ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետևում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ պայքարում եւ ճանաչում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը զարգացնել այն խաղաղ նպատակներով, առանց խտրականության ու քաղաքական խոչընդոտների։ Ահա թե ինչու Հայաստանն այն 22 երկրների թվում էր, որոնք լիովին աջակցեցին միջուկային էներգիայի մասին ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարությանը 23 թվականի դեկտեմբերին Դուբայում տեղի ունեցած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսում COP28-ում։ Մենք նաև հպարտությամբ միացել ենք COP28-ում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը։ Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը։ Մենք ողջունում ենք գլխավոր տնօրեն Գրոսիի ջանքերը միջուկային էներգիան կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված բարձր մակարդակի քննարկումների առաջին պլան մղելու համար։ Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում եւ օգնում է Փարիզի համաձայնագրով ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործմանը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ատոմակայանը ծառայել է որպես մեր էներգետիկ համակարգի կարևորագույն տարր, ապահովելով էներգիայի արտադրության կայունությունը։ Ներկայումս մեր երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստացվում է միջուկային էներգիայից։ Այդ կետին հասնելու մեր ճանապարհը փշոտ էր, որի գագաթնակետն էր ատոմակայանի փակման դրամատիկ շրջանը։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների, այն նաև խորհրդանշում ու ամրապնդում է մեր ինքնիշխանությունը, ասել էր վարչապետը, հավելելով, որ Հայաստանը ակտիվորեն համագործակցում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջուկային անվտանգությունն ապահովելու գործում, որդեգրելով ակտիվ դիրքորոշում, միաժամանակ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Արդեն վաղը վարչապետը ելույթ կունենա Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստերի դահլիճում։ Փաշինյանի ելույթը տեղի կունենա 26 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որը, ինչպես սպասվում է, կուրվագծի Եվրամիության հետ երկրի արագ զարգացող հարաբերությունների եւ հարևան Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հետագա-ուղին, նշված է Եվրախորհրդարանի հայտարարությունում։ Հայաստանի կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանն ու ապագայում Եվրամիության հնարավոր անդամակցության հայտ ներկայացնելուն։ Բացի այդ, Եվրամիությունը այժմ վիզաների ազատականացման հարցում երկխոսություն է վարում Հայաստանի հետ եւ մայիսի 5-ին նախատեսված է Եվրամիություն Հայաստանի Հանրապետություն գագաթնաժողով, սա կլինի Նիկոլ Փաշինյանի երկրորդ ելույթը Եվրախորհրդարանում 23 թվականի նախորդ այցից հետո, նշված է Եվրոպական խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ։ Բացի այդ, տեղի կունենա հանդիպում Ռոբերտա Մեցոլայի հետ, որին կհաջորդի համատեղ ասուլիսը։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը։ Տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։ Վարչապետ Փաշինյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին, հատկապես հաշվի առնելով,
որ այս իրավիճակում ներգրաված են Հայաստանի համար բարեկամ ու գործընկեր մի շարք երկրներ։ Վարչապետը կարևորել է լարվածության նվազեցմանն ու իրավիճակի կայունությանն ուղղված դիվանագիտական ջանքեր, ընդգծելով ճգնաժամի հնարավորինս շուտ հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու խաղաղությանն ու կայունությանը միտված բոլոր կառուցողական նախաձեռնություններին։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Գարիկ Միսկարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Միսկարյան, ներկայացրի, թե այսօր Փարիզում ինչպիսի օրակարգ է սպասվում վարչապետին, թե ինչպես նա փաստորեն ելույթով հանդես կգա, եւ հիշեցրի 2 տարի առաջ արդեն Բրյուսելում առաջին գագաթնաժողովի ժամանակ ուրեմն արված հայտարարությունները, նույնաբովանդակ հայտարարություններ կլսենք նաև այսօր եւ ինչ սպասենք այստեղ Հայաստանի մասնակցությունից, ելույթներից, գիտեք, այստեղից հետո էլ Հայաստանի վարչապետը մեկնելու է Ստրասբուրգ, որտեղ դարձյալ կարևոր հանդիպումներ է ունենալու։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ընդհանրապես նմանատիպ միջոցառումների մասնակցությունը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար եւ հատկապես միջուկային էներգետիկայի թեմաներով, որովհետեւ գիտենք, որ նախորդ վարչապետի ելույթից հետո իրականում իրադարձություններ են եղել, մասնավորապես օգոստոսի 8-ի եւ դրան զուգահեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կնքված համաձայնագրերի մասով, որտեղ Հայաստանում պլանավորվում է, այսպես փոքր մոդուլային ատոմականների մասով, այսինքն միանշանակ սա շատ դրական երևույթ է եւ ինչքան Հայաստանը խորացնի նմանատիպ ֆորմատներում իր մասնակցությունը, ինչքան Հայաստանը ավելի մեծ ներգրավվածություն ունի, դա հավելյալ բարձիկներ կապահովի, հավելյալ անվտանգային երաշխիքներ կլինի Հայաստանի համար եւ մասնավորապես այստեղ նաեւ եթե ավելացնում ենք ռուսական գործոնի կոնտեքստում ավելացնում ենք նաեւ ռուսական գործոնը, որովհետեւ գիտենք մեր ատոմակայանը սպասարկվում է ստեղծության Ռուսաստանի Դաշնության կողմից ու նաեւ խնդիր կարծենք մի քանի տարի հետաձգեցին, հիմա պատրաստվում են նորից երկարաձգել ատոմակայանի, այսինքն եթե մենք կարող, չգիտեմ ինչքանով է դա հավանական, ինչքանով է դա իրականացնելի, բայց եթե այդ փոքր մոդուլային ատոմականները գան եւ մտնեն կյանքի կոչվեն, արդյոք կփորձեն լուծել այն խնդիրը, որ այսօր լուծվում է նաեւ այս մեծ ատոմականը, որ արդեն ռուսական սպասարկման։ Իդեպ այս առումով էներգետիկները բավականին մտահոգ են, նշում են մոդուլայինը չունի այն փորձը, մեզ համար ընդունելի է ռուսական առաջարկը, ռուսական տարբերակը, սա փորձված է եւ այլն եւ այլն։ Հա, համաձայն եմ, նմանատիպ մտահոգություններ կան, բայց կարծում եմ սա այնպիսի խնդիր է, որ բավականին երկար եւ մեծ քննարկումների արդյունքում պիտի ես իրականում 2018 թվականին երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էի, հիշում եմ, որ հանդիպումներ էին գնում տարբեր հայ գիտնականների, գործիչների հետ եւ այնտեղ ատոմային էներգետիկայի մասնագետ Կարազգությամբ հայ, որ ինձ ասեց, որ կարծեմ Սերժ Սարգսյանին ինքը փոխանցել է դեռ այն ժամանակ այդ փոքր ատոմականներ Հայաստանում տեղադրելու այդ խնդիրը, բայց հիմնական բացասական բանը եղել է ռուսական ազդեցության խնդիրը, այսինքն քանի որ Հայաստանում շատ մեծ էր այդ ազդեցությունը, իսկ հիմա իրադարձություններ են փոխվել, երևույթներ են փոխվել եւ կարծում եմ լավ հնարավորություններ են ստեղծվել Հայաստանի համար մեղմել այդ եւս մի գործիքը, որ ունի Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու։ Գանք վաղը Ստրասբուրգում սպասվող, այսպես ասած, Եվրախորհրդարանի նիստերի դահլիճում սպասվող հանդիպումների, ելույթին եւ այլն, Եվրախորհրդարանի տարածած հաղորդագրությունը ներկայացրի, որտեղ նշվում էր, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանի ելույթը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում 26 թվականի հունիսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ եւ որը, ինչպես սպասվում է, նաեւ նշվում են, հա, այս ընտրություններին ընդառաջ այս ելույթը կուրվագծի Եվրամիության հետ երկրի արագ զարգացող հարաբերությունների ու հարևան Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հետագա ուղին, նաեւ Հայաստանի կառավարությունը նաեւ նշվում էր հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելու, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանը եւ ապագայում Եվրամիության հնարավոր անդամակցության հայտ ներկայացնելուն։ Իհարկե շեշտվում էր նաեւ ուրեմն գագաթնաժողովը Եվրամիության, որը տեղի ունենալու մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում։
Ձեր գնահատականը Եվրախորհրդանի հայտարարության մեջ փաստորեն հստակ նշվում է 26 թվականի խորհրդարանական ընտրությունները, նրանք էլ են ուշիվշով սպասում հասկանալու, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում, թե հնարավոր է իշխանափոխություն լինի եւ այս բոլոր ծրագրերը ուրեմն կասեցվեն, երկարաձգվեն հաշվի առնելով ընդդիմադիր այդ հատվածի դիրքորոշումը ընդհանրապես Հայաստանի ապագայի ներկայի վերաբերյալ։ Դե եվրոպացի մեր գործընկերները չեն էլ թաքցնում իրենց այսպես կոչված սիմպաթիան քաղաքական առումով Եվ ամերիկյան, որը իրականում ունի շատ օբյեկտիվ պատճառներ, երբ լսում ենք Հայաստանում խոսույթները, ինչ է խոսվում ընդհանրապես թե ընդդիմությունը, թե իշխանությունը, օբյեկտիվորեն որոշակի կանխակալ տրամադրվածություն է առաջանում, ինչպես նաև այս վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության իրականացրած քայլերը, մասնավորապես Եվրոպական միության հետ այդ ինտեգրման եւ վիզաների ազատականացման, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքված այս օգոստոսի 8-ի թրիփի պայմանագրերով, այսինքն այն ինչ որ հայտարարում են Եվրոպական խորհրդի հետ մեր գործընկերները, ինձ թվում է դա շատ օբյեկտիվ եւ ակնհայտ ցույց են տալիս նաև թե ինչ տրամադրվածություն են Հայաստանում եւ ինչ կցանկանային, ինչպիսի իշխանություններ կցանկանային լինել, որ լինեին վերընտրվեին Հայաստանում կամ շարունակեին մնալ իշխանության։ Սա իրականում շատ օբյեկտիվ է, որովհետեւ մենք տեսնում ենք թե այն հիմնական ուժերը, ովքեր որ պայքարելու են գործող իշխանությունների դեմ, նրանց խոսույթները, տարածած նարատիվները, ինչի մասին են խոսում եւ բնականաբար այստեղ շատ օբյեկտիվ է թե ինչու է հենց Եվրոպական միությունը նման շեշտադրումներով հայտարարություններ տարածում։ Գալով մեր իրականություն եւ ներքաղաքական այս տրամադրությունները, ինչպես եք պարոն Միսկարյան գնահատում, տեսեք մի հատվածը անգամ չի թաքցնում Գյումրի սցենարի կրկնություն։ Մի հատվածը օրինակ շարունակում է պնդել միութենական պետության մաս դառնալու անհրաժեշտության մասին, նորերս էլ Վիտալի Բալասանյանն էր ասում, շտապեք, մտեք, կործանվում ենք, վերջն եկել է, դա միակ փրկությունն է եւ այլն։ Այս գնահատականները որքանով են վտանգավոր եւ ուզում եմ այստեղ հիշատակեմ նաեւ նույնանման խոսույթ օգտագործել էր նաեւ Գյումրիի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը Վիտալի Բալասանյանի հայտարարություններով իրավապահները անելիք չունեն, չպիտի զբաղվեն։ Այդ իրավապահների մասով թողնենք իրենց աշխատանքին, բայց այդտեղ այնուամենայնիվ Վիտալի Բալասանյանը բավականին երկար փորձ ունեցող քաղաքական ռազմական գործիչ է, եղել է անվտանգության խորհրդի քարտուղար Արցախում, ես ուզում նաև ուզում հասկանալ մոտիվները, այնինք ինչ հաշվարկների, ինչ հետազոտությունը, ինչի հիման վրով է որ նման արտահայտություն են, որ տարածաշրջանը փլուզվում է, այսինքն եթե մենք չմիանանք Ռուսաստանին, ինչ է լինելու, էլի։ Այստեղ ես սա բերում եմ հունիսի 7-ի նախընտրական կոնտեքստ եւ պարզից էլ պարզեր, որ նմանատիպ խոսույթները հնարավորինս մեծանալու են այդ հիբրիդային հարձակման այսպես բանի մեջ, տրամաբանության մեջ ու նման հայտարարություններ կատարողները բնականաբար, եթե իրավական ինչ-որ բան կա, ես կարծում եմ, որ իրավապահները պետք է հրավիրել իրավապահների ուշադրությանը, որպեսզի նման ինչ-որ իրավական գնահատականներ տրվեն սրան, բայց պարոն Բալասանյանի խոսույթը ընդհանուր Չեմ ուզում, բայց ընդհանուր ընդդիմության տրամադրությունների, ընդհանուր ընդդիմության խոսույթի տրամաբանության մեջ է եւ եթե մենք մի փոքր ավելի բացենք այս զրույցը, սա Ռոբերտ Քոչարյանեսկն այո, 2021 թվականին, 21-22 թվականին պարոն Քոչարյանը հայտարարում էր, որ մենք պիտի նախաձեռնենք ինչ-որ նախաձեռնություններով հանդես գանք այդ ուղղությամբ Իրանի մասով էր ինչ-որ հայտարարություններ են, բայց փաստացի աշխարհակաղակական իրադարձությունները ցույց տվեցին, որ հակառակը պիտի լինել հնարավորինս զուսպ, պիտի լինել հնարավորինս բալանսավորված եւ մեկ կետից կախվածությունը ու դա կապ չունի Ռուսաստանն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները թե Եվրոպական միությունն են, մեր նման փոքր երկրներում մեկ կետից կախվածությունը շատ վտանգավոր կարող է լինել ու դա պետք է հնարավորինս բալանսավորել, հնարավորինս փորձել պակասացնել մեկ կետից կախվածությունը։ Դուք նշեցիք հիբրիդային գրոհների մասին, հիմա գիտեք համապատասխան ուրեմն խումբ կձևավորվի 20 հոգուց բաղկացած Եվրամիության միջոցներով եւ աջակցությամբ, նախ ինչպես է գնահատում այդ 20 հոգին ինչ կարող են անել այս ընդհանուր հարձակման գրոհների դեմ եւ իդեպ Ռուսաստանից էլ Մարիա Զախարովան էր ասում, Ռուսաստանը նույնպես կարող է աջակցել ուրեմն համանման մի խումբ էլ ինքն ուղարկի եւ Հայաստանում վերահսկեն այս նախընտրական գործընթացները, զավես չէ՞ սա, որովհետեւ Տիկին Զախարովայի հումորի զգացումը, ախր ակնհայտ է, որ այդ հարցակումները գալիս են մեկ կետից, ակնհայտ է, որ
ինչ նարատիվներ են շրջանառում, իսկ Եվրոպական միության այդ բան ինքը շատ կարևոր գործիք է, ինքը շատ կարևոր է Հայաստանում նամանավանդ նախընտրական process-ներում, բայց փաստացի ռուսական կողմը շատ ավելի երկար է աշխատում, շատ ավելի մեծ ջանքեր է գործադրում, սկսած 2021, ընդհանրապես 2018 թվականից հետո Հայաստանը հենց այդ հիբրիդային պատերազմի մեջ է ու ամեն օր մենք բախվում ենք այդ տեղեկատվության տերորին, այսպես ասած, ամեն օր մենք տեսնում ենք դա ու այս չգիտեմ այդ 20 այս կարճ ժամանակում այդ 20 հոգյանոց խումբը ինչքան արդյունավետ կլինի այդ ամբողջ կոնտեքստում, բայց այնուամենայնիվ ինքը շատ կարևոր է, ինքը շատ դրական կարևոր երևույթ է նաև, հա։ Իսկ Ռուսաստանի կողմից փաստեն հումորի դա հա, չէ, այդտեղ ինձ թվում է մեկնաբանելու բաներ չկա։ Հայաստանը քննարկելու տարբերակ չունի ընդունել, չընդունել, հաշվի առնելով այդ հիբրիդային գրոհների հիմնական այո, որովհետև ոչ թե իմ կարծիքով, այլ փաստերը ցույց են տալիս, որ հիմնականում հենց այդ գրոհները, հենց այդ նարատիվները, այդ խոսույթները գալիս են ռուսական դաշտից, գալիս են Ռուսաստանից, սկսած, չգիտեմ, Սալավյովներից, Դուգիններից, վերջացրած Հայաստանում ռուսական ազդեցության այդ տակ գտնվող քաղաքական գործիչներից, կուսակցություններից, որոնք որ ունեն ընդհանուր շահ եւ իմ կարծիքով այդ շահերը չեն համընկնում Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերի հետ։ Լավ, վարչապետը օրերս Գյումրիում հայտարարեց, եթե խոսում էին օրինակ 50+-ի մասին, իշխանական պատգամավորները, հիմա փաստորեն նոր նշաձող սահմանեց 65 եւ ավելի, ինչ է սա նշանակում, իշխանությունը կտրված է իրականությունից, թե այդպիսի հավանականություն իսկապես կա։ Անցնող շաբաթ էլ մենք տեսանք ամերիկյան միջազգային հեղինակավոր հետազոտական ինստիտուտի հարցումները, իհարկե իշխանությունը առաջատար էր, բայց օրինակ 65% մասին կարծեք թե խոսք չկար, հիմա այս նշաձողին որքանով է հնարավոր հասնել այս կարճ ժամանակահատվածում, հաշվի առնելով նաև հասարակական տրամադրությունները, իրականությունից կտրված է, թե կա շանս։ Չեմ կարծում իրականությունից կտրված այն Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով սրանք ինչ որ գործիքներ են, որ փորձում են օգտագործել իշխանությունները ավելի իրենց շանսերը ավելի մեծ դարձնելու համար ու IRI այս ամերիկյան հետազոտական իմ կարծիքով սրանք շատ իրական են եւ շատ մոտ են իրականության։ Իհարկե ինչքան մոտենա ընտրությունները, իրանք ինչ որ փոփոխությունների կենթարկվեն, բայց մոտավորապես համամասնությունը հենց այդպես էլ բաշխվելու է ու այստեղ իշխանությունները իհարկե շատ տեսանք, չէ՞, մենք Ռոբերտ Քոչարյանի տոկոսներն էր բավականին պակասել, նոր խաղացող է հայտնվել դաշտում Գագիկ Ծառուկյան, դե Սամվել Կարապետյանի գլխավորացա ուժեղ Հայաստանի մասին արդեն բավականին լուրջ հայտ են ներկայացրել ու բավականին մեծ աշխատանք է տարվում այս առումով։ Իմ կարծիքով իշխանությունները բավականին ռեալ են գնահատում ու 65+ չեմ կարծում, բայց այն որ շանսերը գործող իշխանության հաղթելու բավականին մեծ են, ես նույնպես ունեմ այդ կարծիքը, հաշվի առնելով նաև այն հասարակական գործունեությունը, որ մենք ծավալում ենք, ամենօրյա այդ շփումները, որ ունենում ենք մասնավորապես երիտասարդության հետ, նմանատիպ բան ցույց է տալիս մեզ նաև դա։ Ուղղակի այդ նույն հարցումների մասով մենք տեսանք, որ երիտասարդության մասով իհարկե մենք ունենք լուրջ խնդիրներ, որտեղ երիտասարդության մեծ մասը ապաթիայի մեջ է կամ ընդհանրապես չի գնալու ընտրության, կամ եթե գնում է ընտրության, նաև շատ երիտասարդությունը տրված է այդ նարատիվներին, այսինքն այդ ընդդիմադիր, չգիտեմ, այն նարատիվներին, որոնք որ շրջանառում են այս ընդդիմադիր ուժերն, այսինքն երիտասարդությունը հակվածություն ունի նաև այդ կողմ ընտրություն կատար, եթե գնա ընտրության։ Բայց քիչ չէ նաև ընդհանրապես որևէ ուժին, որևէ քաղաքական գործիչ վստահողների եւ չմասնակցողների թիվը այս առումով բոլորը քաղաքական ուժերի անելիք չունեն, որովհետև մտահոգիչ էին հրապարակված թվերը։ Թվերը մտահոգիչ են։ Դե բայց այս իմ կարծիքով օբյեկտիվ է, որովհետև Հայաստանում այնքան շատ են այդ քաղաքական գործիչները, իշխանությունը, այնքան շատ բացասական են լցնում, այնքան շատ են հիասթափեցնում, որ իմ կարծիքով նաև տրամաբանական է ժողովրդի այդ տրամադրվածությունը չգնալու, հիասթափվելու դե քաղաքական ուժերը թե ինչ դիրքավորում, ինչ գործիքակազմ կիրառեն այդ ժողովրդին բերելու, այդ ժողովրդի ձայնը բերելու, ես չգիտեմ, բայց իմ կարծիքով ստեղ ինչքան շատ մեծ կարևոր դեր ունի խոշոր գործարարներ, ովքեր որ մտնում են այս ընտրությունների մեջ ու սրանք ձայն գեներացնելու մեծ պոտենցիալ ունեն, մասնավորապես Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան ու իմ կարծիքով եթե կարողանան ընտրություններին շատ մարդ բերել ընտրությունների, այս երկու նաև ուժերի
աշխատանքի արդյունքում կարող լինել։ Տեսեք, արտաքին հետախուզական ծառայությունն է հայտարարություն տարածել քիչ առաջ, այլ երկրներում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են սպասվող ընտրական գործընթացներին միջամտության դրդումով։ Դուք գիտեք, սրանից առաջ էլ այս հայտարարությունից առաջ էլ մամուլներ գրել, որ կատաղեկատվություն մոտավորապես 200,000 քաղաքացու Ռուսաստանի Դաշնությունում ապրող ավտոբուսներով տեղափոխելու, այստեղ ընտրությունը կազմակերպելու։ Դուք ինչպես եք գնահատում սա, եթե նույնիսկ տեղի ունենա օրենքի խախտում, կարծեք թե չկա, քաղաքացին եկել է եւ մասնակցում է գործընթացներին, բայց ինչպես պիտի ընդհանրապես վերահսկվի, կանոնակարգվի, ինչ անելիք ունի իշխանությունը այս առումով։ Հենց սա է ասում ես, որ այդ խոշոր գործարարները իրենց այդ ֆինանսական բանը գործիքայինացնելու ընտրությունների արդյունքում մեծ հնարավորություններ ունեն, ու սա պետք է դիտարկվի։ Ինչ գործիքներ կան այս մասով ես չգիտեմ, որովհետև եթե օրենքի խախտում, փաստացի օրենքի խախտում չկա, որովհետև այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ուղղակի արտագնա աշխատանքի են մեկներ, սա իմ կարծիքով այստեղ արդեն խնդիրը գալիս է այդ նարատիվների, խոսույթի, իշխանության կատարած գործունեությանը, որ բայց կոնկրետ արգելել իմ կարծիքով այստեղ բարդ է լինելու էլի իրավական առումով, չգիտեմ, ամեն դեպքում վտանգ տեսնում եք այստեղ։ Հա, որ այդ մասով վտանգ կա, բայց թե ինչքան է իրական, ինչքան չի իրական, ես մի քիչ չգիտեմ ինքս հենց օդում կախված լուրերի բանից այլ ժանրից այս նորությունները։ Դուք ասացիք, որ ձեր վերլուծություններն են ցույց տալիս, բայց փաստորեն ընդդիմադիր հատվածն էլ ասում է իրենց հետազոտությունները, հարցումները, վերլուծություններն էլ ուրիշ բան են ցույց տալիս, ցույց են տալիս, որ այս իշխանությունը պարտվելու է։ Ռոբերտ Քոչարյանն էր ոդքասթի ժամանակ ասում, մենք մեր փողոցային պայքարներով ուղղակի մաշեցրել ենք այս իշխանությանը եւ այլն եւ այլն։ Նրանք էլ այլ ուրեմն պնդումներով են հանդես գալիս։ Դե բնականաբար բոլորը հիմա փորձելու են այդ դաշտում ինչ որ ախր 2021 թվականից սկսած բավականին մեծ կտոր ձայն էր տվել Ռոբերտ Քոչարյանին, ինչ որ ակնկալիքներ ունենալով։ Ու Ռոբերտ Քոչարյանը եւ իր գլխավորած քաղաքական ուժը պարզապես մսխեցին այդ ժողովրդի տված այդ հատվածի ձայնը, նորմալ աշխատանք չկատարեցին, իսկ իշխանություններն ավելի ընդհակառակը աշխատեցին ժողովրդի հետ, կապի մեջ էին ժողովրդի հետ, խոսում էին, քննարկում էին։ Հիմա եկել ընտրություններից 2-3 ամիս առաջ փորձում են ինչ որ այլ ընտրանքային ֆորմատներ, ոդքասթներ եւ այլն, ասենք այդ Ռոբերտ Քոչարյանի ոճը չի էլի, ես կան ժամանակ այնպես որ իմ կարծիքով մի քիչ ավելի ուշացած է, բայց ընդդիմության եւ իմ կարծիքով մի քիչ ուշացած է այդ գործիքները, որ կիրառում է Ռոբերտ Քոչարյանը։ Ուշացած գործիքներ, որոնք արդյունք չեն տալու, որովհետեւ իրենք էլ տեսեք այդ ոդքասթի ժամանակ քննարկում էին, թե ինչ պիտի անել, թե չէ որ հասարակության մոտ իրենց նկատմամբ էլ չկա վստահություն։ Բայց օբյեկտիվ են, չէ՞, անվստահությունը նույն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ժողովուրդը տեսել է 2000-ից 2008 թվականներին ոնց է կառավարել Ռոբերտ Քոչարյանը, ժողովուրդը տեսել է դրան հաջորդող Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ տեսել է 2018 թվականից հետո գործող իշխանությունն ինչ քայլեր են անում։ Այնպես որ այդտեղ նաեւ այդ ոդքասթում ես մի բան նկատեցի, որ sense շատ ոնց որ մեղքը գծվում է ժողովրդի վրա, որ շատ հուզումնալից է, էմոցիոնալ է, ռեալ չի գնահատում ժողովուրդը, բայց իմ կարծիքով իմ իրականությունը մի քիչ ավելի հակառակ է, ժողովուրդը լավ էլ հասկանում է, լավ էլ խորապես գիտակցում է իրերի դասավորությունը եւ հենց ընտրությունը այդ տրամաբանությամբ էլ իրականացնելու է 2026 թվականի հունիսի 7-ին, երբ գնա ընտրատեղամասեր։ Լավ, ձեր գնահատմամբ ինչպիսի պատկեր ենք ունենալու 26 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում, արդեն որոշակի ուրվագծվել են, ովքեր են հիմնական խաղացողները, ովքեր են հայտ ներկայացնում մասնակցելու։ Իմ կարծիքով խորհրդանը եւ ներեցեք, որ ընդհատում եմ եւ Գյումրի սցենար, որքանն էլ վարչապետը բացառեց, որևէ կերպ հավանական համարում եք այս փուլում կրկնություն այս։ Իմ կարծիքով հավանականությունը շատ քիչ է։ Ռեալ ուժեր, որոնք կարող են պոտենցիալ ունեն հաղթահարելու, դա սա ուժեղ Հայաստան կուսակցությունն է, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Գագիկ Ծառուկյանի գլխավորած այդ քաղաքական ուժը, որը հիմա չգիտեմ ոնց է կոչվում, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժն են ու բնականաբար իշխանությունները։ Այլ տարբեր իմ կարծիքով նույն պրոպորցիայով լինելու ազգային ժողովը ուղղակի այլ դերակատարներ, այսինքն ավելանում է նաև Սամվել Կարապետյանի գործոնը այստեղ։
Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, ու երևի նաև Գագիկ Ծառուկյան։ Շանս ունի Քոչարյանը, որովհետև վարչապետի ելույթն եմ հիշում խորհրդարանում վերջերս, ասում էր, որ ձեզ մերժելու են, նկատի ունեմ Հայաստան խմբակցության ներդիմում եւ ըստ էության դաշնակցությանը Քոչարյանին 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ նմանատիպ ելույթներ ունի, որ մերժելու են, բայց իրականությունը մի քիչ այլ է։ Փաստա, որ Հայաստանի Հանրապետությունում կա բավականին մեծ տոկոս ժողովրդի, որը դժգոհ այս իշխանությունների վարած տարբեր թե ներքին, թե արտաքին քաղաքական գործընթացներից եւ դա նաեւ օբյեկտիվ է։ Հիմա թե իմ կարծիքով հնարավորություններ ունեն եւ շանսեր ունեն, եթե մի քիչ ավելի շատ աշխատեն, մի քիչ ավելի շատ շփվեն ժողովրդի հետ, միգուցե այդ հնարավորությունները ընդդիմադիր այս գործիչների մի քիչ ավելի բարձր լինեն։ Մենք ըստ էության որակական փոփոխություն չենք ունենալու, ձեր ասելուց այդպես է ստացվում։ Ես նաև դա, այսինքն ըստ էության որակական փոփոխություն ազգային ժողովում։ Բայց դա մտահոգիչ չէ։ Իհարկե մտահոգիչ է, եթե մենք նայում ենք փաստացի նույն պարլամենտն ալնելու մի քիչ այլ դերակատարներով։ Իհարկե մտահոգիչ է։ Նոր երիտասարդ ուժեր, որոնք որ այլընտրանքային են, որոնք որ կապված չեն, չգիտեմ, նախկինների հետ, որոնք որ ուղիղ բաներ չունեն գործող իշխանությունների հետ, այս պահին հնարավորություններ եւ շանսեր իմ կարծիքով չունեն, ու չեն էլ առաջանալու, որովհետեւ եթե առաջանալու լինի, այսինքն թե 2025 թվականի ընթացքում պիտի առաջանային, դե արդեն խոսեին, հանրային արտահայտվեին ու հնարավորություններն իրենց մեծանար մասնակցության մասով, բայց այս պահին ես ցավոք սրտի ու շատ ցավով եմ նշում, որ չկա այդ հնարավորություն։ Այսինքն մենք էլի վերջին պահին գալու ենք ընտրության դրատեղամաս, մի հատ վերլուծելու ենք ու տենց փորձելու ենք ընտրել այդ երկու, այսպես ասած, ուժերի միջև կամ գործող իշխանություն կամ Պարոն Միսկյան, բայց զգում եք, որ վերջին շրջանում մի թեմա օրակարգից լրիվ դուրս է եկել։ Եկեղեցու թեման նկատի ունեմ, կաթողիկոսի թեմայի շուրջ այլևս չկան քննարկումներ, կարծեք թե իշխանությունը նահանջ է անում, թե time out է վերցնում ձեր գնահատմամբ մինչև ընտրություններ, որովհետև շատերն ասում են մինչև ընտրություններ, եթե հարցը լուծվի, այս իշխանության հեղինակությունը կբարձրացնի, եթե չլուծի, հարված է իշխանության հեղինակությանը։ Տեսեք, եկեղեցու թեման ինքը իմ կարծիքով մաքուր քաղաքական թեմա էր, կապված եկեղեցու առաջինը եկեղեցին դիրքավորվեց որպես քաղաքական գործոն։ Սկսած 2021 թվականի հրաժարականի պահանջներին, հետո Բագրատ Գալստանյանի սրբազան շարժմամբ ու այս մասով պետք էր սպասել իշխանությունից հակառակ հարվածներ, եկեղեցուն։ Իմ կարծիքով, բայց բավականին գործող իշխանությանը հաջողվեց թույլատնել եկեղեցու դիրքերը, այնուամենայնիվ եթե մենք նայում ենք այդ նույն հարցումները եկեղեցու դերի Հայաստանի Հանրապետության ժողովրդի կարծիքի, որպես հոգևոր ինչ որ բան բավականին բարձր է, բայց եկեղեցականներին եւ եկեղեցուն որպես քաղաքական դերակատար ժողովրդի մեջ շատ ցածր է տոկոսը ու իմ կարծիքով ինչ որ ժամանակային time out է վերցրել, ինչպես դուք նշեցիք, ու այս թեման անհրաժեշտության դեպքում էլի իշխանությունը բարձրաձայնել։ Ուղղակի հիմա քանի որ նախընտրական process են, ավելի կարևոր Բայց ասում են չէ, որ զբաղվում է քաղաքականությամբ եկեղեցին, դիրքավորվում է այս ընտրություններին մասնակցությունը։ Զբաղվելու է շատ, բայց այս պահին time out-ը լավ է։ Նույն Էջմիածնի մենք ընտրություններում տեսանք, որ եկեղեցին բավականին ներգրաված էր այդ process-ներում։ Իմ կարծիքով, հա, հիմա ավելի նոր առաջնահերթություններ են առաջ եկել, բայց դա այն բան кейսերից է, որ sense պահում են անհրաժեշտության դեպքում իրանք կակտիվացնեն այդ խոսույթները, կմեծացնեն, պատարակների կգնան ինչ-որ process-ներ կառուցեն, բայց իր պատիվ գործող եկեղեցու ղեկավարի իմ կարծիքով բավականին երկար կարողացավ դիմադրել այդ հարվածներին տարբեր կողմերից ու դեռ տենց շարունակում է ամուր մնալ իր դիրքերում։ Հիմա տեսնենք թե հաջորդիվ իշխանությունները որովհետև գնդակը փաստացի հիմա դեռ իշխանությունների դաշտում է, այսինքն իշխանությունները պետք է ինչ-որ process-ներ հարուցեն շատ կաթողիկոսին հեռացնելու համար, բայց հիմա այս մարված վիճակում դեռ կմնա իմ կարծիքով ինչ-որ շրջան։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Գարիկ Միսկարյանի հետ։ Մերձավոր Արևելքում շարունակվում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նախաձեռնած պատերազմը ընդդեմ Իրանի, որի երգն առայժմ չի նշмарվում։ Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգի Դորալդ քաղաքում կայացած մամուլի ասիլուսում հայտարարել է, թե Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունը շուտով կավարտվի։
Նա սակայն գործողության ավարտի ճշգրիտ ժամկետ չի նշել։ Միևնույն ժամանակ Թրամփը սպառնացել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի վերսկսել ռազմական ուժի կիրառումը Իրանի դեմ, եթե անհրաժեշտ լինի։ Ըստ Թրամփի, Թեհրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը։ Նրանք պատրաստվում էին գրավել Մերձավոր Արևելքը եւ նրանք պատրաստվում էին փորձել ոչնչացնել Իսրայելը։ Այսպիսով մենք դա կանխեցին գործողության հաջողակ ժամանակի շնորհիվ, ասել է Թրամփը։ Թրամփը նաև ասել է, որ մինչ օրս Միացյալ Նահանգները Իրանում հարվածել է ավելի քան 5000 թիրախի, որոնցից մի քանիսը շատ մեծ են։ ԱՄՆ նախագահը նաև խոսել է Մոջթաբա Խամենեի Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ, նշելով, որ դա Իրանի համար ավելի մեծ խնդիրների կհանգեցնի։ Մենք ցանկանում ենք Իրանում ստեղծել մի համակարգ, որը կարող է հանգեցնել երկար տարիների խաղաղության, եւ եթե մենք չենք կարող դա ունենալ, ապա ավելի լավ է անմիջապես վերջ դնենք դրան։ Ես կցանկանայի օգնել նրանց, եթե նրանք կարողանային լավ վարվել, բայց նրանք շատ ագրեսիվ են եղել։ Նրանք պետք է լինեն մի համակարգում, որը թույլ կտա նրանց օգնություն ստանալ։ Միաժամանակ Իրանի էլիտար զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով ազատ անցում կտրամադրեն այն երկրներին, որոնք կարտաքսեն Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեսպաններին։ Ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր, որը կարտաքսի Իսրայելի եւ ԱՄՆ դեսպանին, հաջորդ օրը լիարժեք ազատ անցում կտրամադրվի Հորմուզի նեղուցով, ասում է հայտարարության մեջ։ Այս ամենի հետ մեկտեղ 3 նոր լարվածություն է առաջացել նաև Իրանի եւ Թուրքիայի հարաբերություններում։ Իրանից արձակված եւ Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է արևելյան միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ու հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի դատարկ հողամասերի վրա, զոհեր չկան։ Թուրքիայի նախագահը հաղորդագրության մեջ նշում է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռի հետ կապված ընդգծում է, որ Անկարան ուշադիր հետևում է իրավիճակին եւ արդեն ձեռնարկել է անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ։ Նա նշել է, որ կառավարական մարմինները գործում են լիակատար համակարգվածությամբ եւ Թուրքիայի կարողությունները պաշտպանելու իր օդային տարածքն ու սահմանները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Դուրանը նաև կոչ է արել բոլոր կողմերին, մասնավորապես Իրանին, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային անվտանգությունն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Նա նշել է, որ կարևոր է կանխել հակամարտության հետագա սրացումը եւ ընդլայնումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իրանի կողմից Թուրքիայի տարածքին ուղղված հրթիռային հարվածները, դրանք անվանելով սադրիչ ու սպառնալից երկկողմ հարաբերությունների տեսակետից։ Չնայած մեր անկեղծ նախազգուշացումներին, ծայրահեղ սխալ ու սադրիչ քայլերը շարունակվում են, որոնք վտանգում են Թուրքիայի բարեկամությունը մյուս կողմերի հետ, ասել է Էրդողանը իր նախագահությամբ անցկացված կաբինետի նիստից հետո։ Նախագահը նշել է, որ Թուրքիան նախկինում զգուշացրել էր Իրանին իր տարածքին ուղղված հրթիռային հարձակումների դեմ։ Ոչ ոք չպետք է ձեռնարկի քայլեր, որոնք կարող են խաթարել մեր հազարամյակների բարիդրացիական ու եղբայրական հարաբերությունները կամ խորը վերքեր թողնել մեր ժողովրդի սրտերում ու մտքերում։ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, մենք բացառիկ ջանքեր ենք գործադրում կրակի տարածումը կանխելու ու հետագա արյունահեղությունը կանխելու համար, ասել է Թուրքիայի առաջնորդը։ Միջադեպից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի հետ հեռախոսազրույցում հերքել է Թուրքիայի տարածքում հրթիռային հարձակման մասին մեղադրանքները։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ըստ Փեզեշքյանի, Իրանը ձգտում է նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում եւ հետաքրքրված չէ սրմամբ։ Նա նաեւ հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի կապ չունի Թուրքիայի տարածք հրթիռի արձակման հետ։ Իրանի նախագահը առաջարկել է ստեղծել համատեղ խնչական խումբ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Իր հերթին Էրդողանը ընդգծել է, որ Անկարան երբեք չի դիտարկում Իրանի հետ բախումը։ Թուրք առաջնորդը հավելել է, որ ստեղծված իրավիճակում դիվանագիտության դռները բացելն ավելի կարևոր է, քան երբևէ, եւ տարածաշրջանում հետագա սրացումը կանխելը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին PBS News Hour-ի հետ զրույցում հայտարարել է, թե չի կարծում, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները այլևս կլինեն օրակարգում։ Արաղչին ասել է, թե փետրվարին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլի ժամանակ ամերիկյան կողմը պնդել է, որ չունեն հարձակվելու որևէ մտադրություն, այնուամենայնիվ դա արել են։ Արաղչին ասել է, որ դեռ շատ վաղ է, որպեսզի Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մեկնաբանություններ տա Միացյալ Նահանգների հետ հնարավոր բանակցությունների մասին։ Մենք բոլորը սպասում ենք նրա ելույթներին եւ հայտարարություններին, որոնք կլինեն ավելի ուշ, նշել է նա, հավելելով, չեմ կարծում, թե ամերիկացիների հետ խոսելու կամ կրկին նրանց հետ բանակցելու հարցը կլինի օրակարգում, որովհետեւ մենք ունենք ամերիկացիների հետ բանակցելու շատ դառը փորձ։
Եվ այս պահին զրուցելու եմ Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, խնդրեմ։ Եվ այսպես, պարոն Մինասյան, մենք այս ընթացքում պարբերաբար զրուցում ենք Իրանի շուրջ մերձավոր արևելքում առհասարակ ստեղծված իրավիճակի մասին։ Հիմա Թրամփը երեկ հայտարարեց, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը շատ շուտով կավարտվի։ Տեսնում եք դրա նախադրյալները, թե ոչ, չամեցեք։ Դժվար է ասել, որովհետև ինչքան ես տեղյակ եմ եւ ինչքան փորձում ենք Իրանից լուրեր ստանալ, Թեհրանում առնվազն արդեն կարելի է ասել, որ թիրախ չի մնացել, որ հարվածած չլինեն։ Եվ որոշ դեպքերում նաև ասում են, որ օդանավները հանգիստ Թեհրանի օդային տարածքով մանևրում են գալիս թիրախ գտնելու համար, կամ օդանավները, կամ անօդաչու թռչող սարքերը։ Այնպես որ եթե չուզեն եւ համաձայնության չգան Ամերիկան եւ Իսրայելը, որպեսզի ենթակառուցվածքները հարվածեն, ասենք նավթահորերը, նավթի վերամշակման գործարանները, հոսանքի արտադրման գործարանները, եթե չուզենան հարվածեն, կարելի է ասել, որ ուրիշ հարվածելու կետ չի մնացել։ Ընդհանրապես, պարոն Մինասյան, ստեղծված իրավիճակում ձեր գնահատմամբ ներքաղաքական այն նոր հոգևոր առաջնորդի նաև նշանակումը ինչ է ցույց տալիս Իրանում, որքանով է այսպես կուռ ներքաղաքական համակարգը եւ ըստ էության այն հաշվարկները, որ ճեղք կտա, ճաքեր կտա եւ իշխանափոխություն պիտի լինի, փաստացի ձախողվում է։ Համենայն դեպս հենց այն իրողությունը, որ հոգևոր առաջնորդի ընտրությունը մի քիչ կարելի ասել երկար տևեց, եթե պատերազմական իրավիճակի նկատի ունենանք, կարելի ասել երկար տևեց եւ այն խոսակցությունները, որ կամ այն հայտարարությունները, որ անում էին օրինակի համար Փեզեշկյանի արած հայտարարությունը նախքան հոգևոր առաջնորդի նշանակումը եւ հետո Փեզեշկյանին պատասխանած պաշտոնյաների արձագանքները եւ այլն, կարելի է նկատել, որ այնքան էլ կուռ չի վերնախավի դիրքորոշումը, նույնիսկ հոգևոր առաջնորդի նշանակման մեջ շատ խնդիրներ կան, որոնք օրենքով օրինական չեն, այսինքն օրինակի համար հենց օրենքը հստակ գրում է, որ հոգևոր առաջնորդ նշանակվի այնպիսի անձ, որը ղեկավարման լավ փորձ ունի, մինչդեռ նոր նշանակված հոգևոր առաջնորդին բոլորը միայն անունով գիտեն եւ չգիտեն ընդհանրապես ինչ է ղեկավարել կամ չի ղեկավարել եւ նման բազմաթիվ հարցեր, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ վերնախավում խնդիրներ կան, թե այդ խնդիրները ինչքան լուրջ են, դա դժվար կարելի է ասել մինչև իր առաջի ելույթը։ Հետաքրքրական է, որ իրանական կողմը դիմել է արհեստական բանականության նկարներ գեներացնելով, որովհետև նույնիսկ մի 2-3 նկարից ավել Մուջթաբայից համացանցում ամենայն դեպս չկա, բայց հիմա արդեն փորձում են արհեստական բանականության միջոցով նկարներ գեներացնել եւ ցուցադրել հասարակությանը։ Սա ցույց է տալիս, որ ամենայն դեպս իրավիճակը եւ վերնախավում եւ ընդհանրապես հասարակության մեջ պատերազմական է, պարզ է, բայց այդքան էլ լավ իրավիճակում չեն։ Դուք նշեցիք մինչև նրա ելույթ ունենալը, այ ելույթ ունենալուց հետո իրավիճակը հնարավոր է փոխվի, որովհետև պարոն Մինասյան նաև մամուլը գրում էր, որ նա իր դեմքով հանդես չի գալիս, ելույթներ չի ունենում, սա նաև խոսակցություններ կան, լուրեր են շրջանառվում, որ նա վիրավոր է ընդհուպ, մինչև ինչ է ձեզ հայտնի այս առումով։ Ավելի շատ բան մեզ հայտնի չէ, ինչ որ ձեզ հայտնի է, բայց նախքան իր ընտրությունը նաև Իրանում իր մասին շատ բաներ էին ասում, նաև կար այսպիսի մի տեսակետ, որ ինքը ավելի առաջադեմ մտքերի տեր է իր հոր նկատմամբ հետ համեմատած
Հիմա էլ նաև կան այսպիսի մի կարելի ասել շատ թույլ հույս, որ հնարավոր է, որ ինքը ավելի խելամիտ գտնվի եւ գնա դեպի արևմուտք բանակցությունների եւ այն դիրքը, որ իր հայրն էր դրել եւ շատ կարծր եւ շատ կարմիր գծեր էր նշանակել, որ մենք արևմուտքի հետ ընդհանրապես չենք բանակցում կամ ուղիղ չենք բանակցում եւ այլն, հույսեր կան, որ քանի որ ոչ մի ճանաչություն, ոչ ոք չի ճանաչում իրեն եւ իր ոչ մի տեսակետին հասարակությունը ծանոթ չի, ուղղակի հույսեր են, որ կրկին պետք է սպասենք իր ելույթից, տեսնել, որ ելույթ ընդհանրապես կունենա, թե չի ունենա, կամ դա էլ արհեստական բանականությամբ կլինի, թե չի լինի, կամ որտեղ կլինի, արդյոք հասարակության հետ կլինի, թե միայնակ կլինի, դրանք բոլորը հարցեր են, որ իրավիճակի փոփոխման մեջ դերակատար կլինեն։ Ես կարծում եմ, որ համենայն դեպս նաև պետք է նկատի ունենանք, որ դեռ նախկին առաջնորդը հողին հանձնված չի եւ այդ արարողությունն էլ է ցկցկվում։ Կարծում եմ, որ գալիք օրերին իր ելույթը համենայն դեպս պետք է լսելի լինի եւ արդեն կկարողանանք հասկանալ, թե ինչպիսի տեսակետներ ունի ընդհանրապես պատերազմի եւ արևմուտքի հետ կապված։ Պարոն Մինասյան, փաստորեն մեծ հաշվով այս հոգևոր առաջնորդը հասարակության մոտ մեծ վստահություն չունի, սա կարող է խարխլել այդ դիրքերը իշխանության ներսում, իրավիճակ փոխել։ Դե ես կարծում եմ, եթե իշխանությունը կամ Իրանի Իսլամական Հանրապետության վերնախավը, եթե որոշում կայացրած լիներ, որ իրավիճակ փոխի, տարբեր տեխնացուներ կային, որոնց կարելի էր նշանակել հոգևոր առաջնորդ եւ կարելի էր բեկում մտցնել իրավիճակում, բայց այդ քայլին չգնացին։ Դրանցից մեկին օրինակի համար ասում էին, որ նախկին նախագահ Ռոհանին կարող է նշանակվել որպես հոգևոր առաջնորդ, ինքն էլ ցանկություններ ունեցել է նախապես, կարելի է նշանակել հոգևոր առաջնորդ եւ քանի որ ինքը ավելի բարեփոխական հայացքների տեր անձնավորություն է, կարելի էր այդպիսի բեկում մտցնել իրավիճակում, բայց դա չեղավ եւ սա ցույց է տալիս, որ վերնախավը համենայն դեպս որոշել է գնալ մինչեւ վերջ։ Պարոն Մինասյան, եթե Իրանը խաթարի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ն կհարվածի 20 անգամ ավելի ուժեղ հայտարարել է Թրամփը ձեր գնահատմամբ, իսկ գիտենք նաև այս առումով ինչպիսի դիրքորոշում է որդեգրել Իրանի Իսլամական Հանրապետությունը 20 անգամ ավելի ուժեղ հարվածելու այս հայտարարությունը որքանով է իրատեսական եւ այդ առումով որքանով այս հայտարարությունը կլինի որոշակի զսպաշապիկ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Դե հիմա ես չգիտեմ Թրամփը անգամները ինչպես է հաշվարկում, բայց համենայն դեպս ուժերի հավասարակշռությունը նաև ցույց է տալիս, որ անգամներով ավելի մեծ հարված է ստանում Իրանը նրա համեմատ ինչ որ ինքը կարողանում է հարվածել ամերիկյան բազաներին կամ Իսրայելին։ Տեսեք, Իրանի ծովային ուժերը արդեն օրեր է, այսինքն երևի պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն էր, որ Թրամփը հայտարարեց, որ Իրանը այլևս ծովային ուժեր չունի, օդային, այսինքն հակաօդային ուժեր չունի, ինչով են ուզում, ինչ ձևով են ուզում ժամանակին, ես հիշում եմ, որ Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ իրենք բերել էին այդ Հորմուզի նեղուցում նավ էին խորտակել, որպեսզի ֆիզիկական արգելք ստեղծեն եւ նավերը չկարողանան անցնել։ Ես չգիտեմ հիմա իրենք ինչ հնարավորություններ ունեն փակելու Հորմուզի նեղուցը, բայց ես չեմ կարծում, որ դա երկար կտևի։ Նաեւ պետք է նկատի ունենանք, որ այդ նեղուցը փակելը ինքնասպանության նման է, որովհետև Իրանն էլ է օգտվում այդ նեղուցից, այնպես չէ, որ այդ նեղուցից միայն օգտվում են
արաբական երկրները եւ եվրոպական երկրները եւ նավթ արտադրողներն եւ նավթ գնողները։ Իրանն էլ այդտեղից օգտվում է եւ Իրանն էլ այդ ճանապարհով իր ճանապարհն է դեպի Բանդար Աբբաս, այսինքն եթե այդ նեղուցը փակում է, կարելի ասել որ փակում է Բանդար Աբբասը, չեմ պատկերացնում որ ինչքան ժամանակով կարողանան փակեն, համենայն դեպս երկար դա չի տևի եւ հաստատ ամերիկյան ուժերը կապահովեն անցումը այդ նեղուցով։ Իրան-Թուրքիա հարաբերություններում է լարվածություն, մի քանի օր առաջ Իրան-Ադրբեջան հարաբերություններում էր, գիտեք, Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումից հետո հիմա արդեն Թուրքիան է բավականին կոշտ արձագանքում, պարոն Մինասյան, ինչ կլինի, որքան էլ իրանական կողմը փորձում է պարզաբանումներ մտցնել ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ այս լարվածությունը Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա ինչի կհանգեցնի, ինչ վտանգներ եք տեսնում այստեղ։ Ես կարծում եմ, որ շատ սրանից ավել չի գնա, այսինքն դեռ իհարկե Իրանը ընդհանրապես չի հանձն առնում, որ այդ հարձակումները Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ իր մոտից է եղել։ Ես կարծում եմ, որ սրանից ավել չի գնա եւ համենայն դեպս փորձը թուրքական պետություններին ներքաշելու պատերազմի մեջ եւ ձեռնտու էր Իրանին եւ ձեռնտու էր Իսրայելին, այսինքն երկուսն էլ կարող են նման փորձ անել, որպեսզի նրանց ներքաշեն պատերազմի մեջ, ինչպես տեսնում եք Իրանը ամենօրյա ռեժիմով փորձում է արաբական երկրներին նաեւ ներքաշել պատերազմի մեջ, բայց չի ստացվում։ Ես կարծում եմ, որ սա այս դեպքն էլ համենայն դեպս ավելի երկար չի ձգվի եւ արդեն այսօր նախագահների մակարդակով խոսակցություններ, հեռախոսազրույցներ է տեղի ունեցել եւ ես կարծում եմ, որ հենց այսքանով կբավարարվեն եւ ավելին չի ընդարձակվի։ Պարոն Մինասյան, եւ հոգեվոր առաջնորդի ընտրությունից հետո Ռուսաստանից հետո Հայաստանն էր կարծեմ, որ շտապեց շնորհավորել, սա ինչպես է գնահատում, տեսակետ կար, որ մի փոքր պետք էր ժամանակ շահել, նոր շնորհավորել, ինչպես օրինակ առաջին օրերին Հայաստանը շտապեց այսպես ցավակցական հեռագրեր ուղարկել, ինչպես է գնահատում։ Չէ, դրանք տարբեր են, ցավակցությունը քանի որ նաև Իրանի կողմից, այսինքն շատ ուշացած հայտարարվեց լուրը, մենք արդեն Իսրայելից եւ Ամերիկայից լուրը կար, որ ոչնչացվել է հոգեոր առաջնորդը, բայց իրանական պաշտոնական տեղեկությունը բացակայում էր։ Այդ առումով երկու առումով էլ ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը ճիշտ է, շնորհավորելու դեպքում էլ ուշ թե շուտ պետք է շնորհավորեինք եւ որպես հարևան երկիր ինչքան շուտ շնորհավորելը, ես կարծում եմ, որ նորմալ է Ռուսաստանից հետո շնորհավորել, դա ոչ մի բանի չի խանգարում, ուշ թե շուտը այդքան կարծում եմ, որ նշանակություն չէր ունենա, բայց շուտը երևի թե ավելի ճիշտ քայլ էր։ Ըստ էության դուք ուրեմն ճիշտ եք գնահատում Հայաստանի որդեգրած դիրքորոշումը, քայլերը այս մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի հետ կապված գնահատականները նաև։ Այո, որովհետև համենայն դեպս մենք որևէ լծակ չունենք որևէ կողմի վրա ազդելու եւ ուղղակի դիտորդ ենք, պետք է մեր շահերը միանշանակ ունենք, պետք է ուշադիր լինենք, որ հանկարծ մեր շահերը չխաղարկվեն այս ընթացքում եւ դիտորդի կարգավիճակով պետք է սպասենք, տեսնենք, որ ինչ ուղղությամբ են զարգանում իրավիճակները։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Զրուցում է Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։
Սեփական հարկի տակ արթնանալը, սեփական պատերի ջերմությունը զգալը յուրաքանչյուր ընտանիքի նվիրական երազանքն է։ Այդ երազանքի ճանապարհը տարիների քրտնաջան աշխատանքի եւ անքուն գիշերների պատմությունն է։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Եվ երբ վերջապես բացվում է ձեր երազանքի նոր դուռը, դուք տեսնում եք ոչ միայն բնակարան, այլև ձեր հաղթանակը։ Մենք կառուցում ենք այսօր, որպեսզի վաղը մեր զավակները քայլեն հպարտ եւ ապրեն ապահով պատերի ներքո։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։